Վիոլա ջուրը, հասկանում եք, իրանք կարգ ու կանոն պահանջող երկրի սուբյեկտ բան են, ոնց որ ֆիրմա են։ Իրանք գիտեն, որ չի կարող, որ գիտեն, որտեղ չկա ֆրանսիացի, որ կարա ֆրանսիացի հավաքարարները տերևը ավլեն, օրինակ հիմա այս պլատանա, չէ՞։ Պլատանը ամենա մեր հզոր ծառերից է, բայց այս կենտրոնում ամենապրոբլեմն է, որտեղ պլատանը շատ հին է, շատ մեծ արմատային համակարգ ունի, կարա մտնի օրինակ վնասի մեկ։ Երկրորդը պլատանը ամենամեծ խնդիրն է, որ ինքը համարյա 10 ամիս տերևա թափում, անընդհատ։ Մնացած ծառերը, ասենք 10 օրում է թափում, չէ՞, թեղի, ինչ գիտեմ, հացենի, բայց պլատանը միշտ այդ խնդիրն ունի։ Իսկ պլատանի տերևները շատ մեծ են ու շատ ավելի ամուր են։ Հավաքաները իմացեք, որ մաքրում են 80%-ը լավագույն դեպքում։ Մնացած 20%-ը լցնում են այդ հեղատարերի մեջ։ Դրանից հետո ով պետք է վերահասկի, այսինքն այդ մարդկանց գլխի նորմալ բրիգադիրներ չկան։ Մասնագետներ չկան, օրինակ Թաղապետանի կոմունալ բաժնի աշխատողներից նպատակը նա որ ինքը պետք է հերթով, ասենք ցուցակը գրի, գիտի որտեղ կա այդ հեղատարը, որ գնա բացի տենա ինչ վիճակն է լցված, դրանից հետո լավ արել, բայց Վիոլան ասում չի ես պետք է քաղաքապետանի հավաքարարի պատճառով գամ անդամ փող ծախսեմ։ Իմ պայմանագրում տես բան չկա։ Ու սկսում է մնացած խնդիրները։